Մաթեոսյանական մոտկորի ծմակուտ աշխարհի երբևէ չեղած ասֆալտապատ նորակառույց ճանապարհն էլ չի փրկում պռատվող գյուղերին։ Չի փրկում ոչինչ դրսից, ներսից են փորձում գտնել, նորոգել, վերականգնել, զարգացնել ու պահել։ Գոնե պահել այն ինչ մնացել է, այն ինչ դեռ մնում է։ Հավաքվում են մի քանի ռոմանտիկներով, թե գյուղը պիտի զարգացնենք։ Ծրագիր են մշակում, այստեղ-այնտեղ են դիմում ու մեկ էլ տեսնում ես գյուղի զարգացման փոքր ծրագրեր են արվում։ Հետո որոշում են ակումբը վերականգնել, ով ինչով կարողանում է, քայլ առ քայլ։ Ու փոքր, շատ փոքր անիծոր, սակայն գյուղի ապագայով մտահոգ այստեղ նաև մեծ գործեր են արվում։ Հաճախ ոչ ավել, ոչ պակաս հանրապետական նշանակության։ Հրանտ Մաթեոսյանի 90-ամյակի ծրագրով։ Ու քանի որ ժառանգների ու հիմնադրամի գործընկերը, հրատարակչական հարցերով գործընկերը Մագաղաթ հրատարակչությունն է, ու այս երկու գիրքը վերջին մի քանի ամսվա, կես տարվա ընթացքում հրատարակվեցին, այս ռետրոֆաքսիմիլե երկու գրքերը, այդ արեցինք։ Այսինքն եկանք եւ այդ շնորհանդես արեցինք եւ այսուհետեւ նորից եմ ասում, Մաթեոսյանի գրքերի շնորհանդեսները, որոնք մենք կհրատարակենք, ուրեմն Ահնիձորում կլինեն առաջին շնորհանդեսները։ Եթե Մաթեոսյանի 90-ամյակը նշանավորող միջոցառումը Ահնիձորում, ուրեմն Մաթեոսյանի անվան Ահնիձորի հիմնական դպրոցում։ Ու երեխաները պատրաստվել են, կարդացել, ընտրել հատվածներ մեծ գրողի ստեղծագործություններից ու ծմակության պարզությամբ ու հաճախ ահնիձորյան բնածին, բայց գաղտուկ արտիստականությամբ ներկայացնում հյուրերին։ Դպրոցական արտիստների մի մասն էլ Մաթեոսյանների տոհմից են, ասել է մեծ գրողի զարմիկներն են։ Նրա պղնձագույն ոչը ցած էր թափվում աղղով եւ բաշը մանր խշշոցով ծեծում էր վիզը։ Հետո էլ խաղում են, արձակ խոսքն են ներկայացնում, որ էլի իրենց մասին է, թող որ գրված տասնամյակներ առաջ։ Բայց Ահնիձորի կենսաթրթիրները նույնն են, նույն է անտառը, գետասահանքը, նույն են տները, նույն է կենցաղը։ Էլի ամեն օր իրադարձություններ են լինում, որ կարող են հանճարեղ արձակի վերածվել, ֆիլմ դառնալ, ներկայացում։ Ահնիձորում ինչպես նախկինում հիմա էլ իմ կարծիքով գրականությունը հոսում է բոլորիս մեջ, բոլորիս կողքին, մեծ սարերում, գոմեշների, կովերի, ձիերի մեջ, ամեն ծառ ու ծաղկի մեջ, կաթող տանձերների մեջ, մեղվի փեթակների մեջ, սակայն միայն Մաթեոսյանական աշխարհայացքն է, որ այդ ամենը իրականությունն է դարձել, այսինքն Մաթեոսյանը իր Աստծո հայացքով եւ Աստծո հայացք աշխարհ բերելով արարել է ծմակուտը։ Այդ նոր պատմությունները, գյուղի նոր ժամանակների հերոսների գեղարվեստական պատկերներն Ահնիձորում ամենուր են, օդում, գյուղական փողոցներում, այգիներում, անտառում ու գետեզերքին ու նաև յուրաքանչյուրի մեջ։ Մաթեոսյանն իրենց մեջ է, իրենք նրա պոետիկ արձակում։ Հրանտ Մաթեոսյանը ներկա է, մեր բոլորիս մեջ կա, ինչպես որ մենք ենք նրա ստեղծագործություններում, այնպես էլ նա մեր մեջ, եւ ցանկացած երեխա կամ մեծահասակ իր պարտականություն չհասցրեմ, իր վերաբերմունքը ունի դեպի մեծ գրողը, բոլորը տիրապետում են նրա ստեղծագործություններին, այսինքն ցանկացածին էլ եթե հարցնեք, գիտեն նրա հերոսների մասին, չնայած ցավով պետք է նշեմ, որ մինչև հիմա 6-րդ դասարանում անցնում էին, ուսումնասիրում էին Հրանտ Մաթեոսյանի հաց պատմվածքը, 2 տարի է, չգիտես ինչու դուրս է մղվել այս հրաշքգործը դասագրքերից, բայց 7-րդ դասարանում ուսումնասիրում են կանաչ դաշտը, երեխաները սիրով են սերտում։ Պարզության, հողի ու գյուղի նրան շրջապատող ամենայնի նկատմամբ մեծ սիրո ու հավատարմության դրա բանաստեղծականացման հանդեսն ավարտված է, բայց շարունակում է Ահնիձորի օդում կախված մնալ գյուղը պահպանող, գյուղը բնակավայր պահող դպրոցի փակման վտանգը։ Ահնիձորի եւ հարևան գյուղերի տնտեսությունը ինչպես վարպետի պատանեկան, երիտասարդական եւ հասուն տարիներին մնացել է նույնը՝ գյուղատնտեսական, ավելի ճիշտ անասնապահական, բայց ոչ մի զարգացում։ Նորից գայլն ու արշն են ընկնում հոտի մեջ, կարկուտը ջարդում է հավերին ու այգիների ծառերը, ոչնչացնում խոթարկները։ Մի տարբերություն, եթե կոլտնտեսության ու գյուղսովետի մատյանների դժգույն թվերը առաջ Մոսկվա էին հասնում, հիմա դրանք չկան, իսկ վնասների թվերն էլ եթե Երևան են հասնում, ապա մնում են անարձագանք։ Դրա համար էլ բարձր կաթնատվության 100 ոչխարից 200 գար ստանալու նպատակները նախկինի նման անհասանելի են։ Ահնիձորը բազմաչափ աղքատ գյուղ է եւ վերջին 30 տարում գյուղի վերջին բնակիչները չեն արտագաղթել հենց դպրոցի աշխատելու շնորհիվ։ Մի խումբ կա մարդկանց, որոնք դպրոցում են աշխատում, եւ կա մարդկանց մի խումբ, որոնց երեխաները գյուղից չեն հեռացել, այսինքն գյուղը դեռ սերունդ է տալիս։ Տեսակ 14 երեխա եւ մոտարապես այդքան էլ ուսուցչական եւ սպասարկող անձնակազմ ունեն գյուղում։
Հիմա դպրոցների խոշորացում է գնում, համայնքն է խոշորացրել, հիմա համայնքներն են խոշորացնում եւ համայնքների հետ դպրոցներն են խոշորացնում։ Թվում է թե հրաշալի գաղափար է լողավազանով, բասկետբոլի դահլիճով եւ այլն դպրոցներ կառուցել, բայց ցավոք դեռ խորհրդային միության ժամանակներից մենք ունենք հսկայական դատարկ դպրոցներ տարբեր գյուղերում, ամբողջ Հայաստանով մեկ, որոնք պարապուրտի են մատնված, որովհետև բնակչությունը հեռացել է։ Հարևան Լորուտում նոր դպրոց է կառուցում, տիպային, ասեն են լավ պայմաններ են լինելու։ Երեխաներին էլ կգան ու հատուկ ավտոբուսով կտանեն լավ դպրոց։ Իսկ ինչ կլինի անդպրոց մնացող գյուղերի ճակատագիրը դրա մասին ոչ մի խոսք է նոր ու թույն ծրագրում։ Անհնար կլինի Մոտկորի, Մարտ, Աթան, Շամուտ, Անիծոր գյուղերի փակվող դպրոցների բոլոր ուսուցիչներին աշխատանքի տեղավորել նոր դպրոցում։ Ուստի վերջին երիտասարդ ընտանիքներն էլ այս գյուղերից կտարագրվեն։ Իսկ որևէ երաշխիք էլ չկա, թե նոր այդ դպրոցը բացի լողավազանից ու համակարգչային դասարանից նաև կրթական որակ է առաջարկելու։ Մեզ համար խնդիր է դպրոցը որպես կրթօջախ պահելը մինչև երաշխիքներ չլինեն, որ ինչ որ տրամաբանություն կա, ռազմավարություն կա այս ամեն ինչի մեջ, որովհետև առանձին սեգմենտներով վերցնում են իրականությունը, ինչ որ, այսպես ասեմ, ինքնագովազդի, PR-ի ինչ որ քայլեր են անում, ասենք կառուցել այսքան տասնյակ դպրոց, անել այս, անել այն, սա իմ դիրքորոշումն է, ես համարում եմ, որ դա նախ տված կեղծ խոստումներ են, երկրորդ, եթե դա տեղի չի ունեցել, փաստացի տեղի չի ունեցել, դպրոցը փակելը նշանակված ժամկետներում ինչ իմաստ ունի, այսինքն դու դեռ ոչինչ չես արել եւ արդեն ավերում ես։ Մոտկորի այս գյուղերում դպրոցները կրթական հաստատություններ են առավել լայն իմաստով։ Ակումբի գրադարանի բացակայության պայմաններում դպրոցները սոցիալ-կրթական, մշակութային մի տեսակ համալիր կենտրոններ են, եւ դպրոցափակ գյուղերը կվերածվեն փոթորկից քշված կամ արջի քանդած մեղվափեթակի, որտեղից անհետացել է մայր մեղուն։ Հրաչյա Պապինյան, Դավիթ Համազյան, լուրեր, անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։